Ողջույն, կրկին սովորենք միասինն է եթերում եւ այսօր X-Drive-ի հետ միասին շարունակելու ենք մեր հերթական դասն անցկացնել։ Ողջույն Սուզան, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Ես լավ, դու ինչպե՞ս ես։ Արդեն լավ, փորձում եմ վախերս հաղթահարել, այո։ Ապրես։ Մենք նախորդ դասին, նախորդ դասաժամին այս նույն վայրում էինք մեքենավարում։ Ես հիշում եմ։ Ահա, նույն վայրում էինք մեքենավարում, կատարում ենք շարքերի վերադասավորություն, հիշում ես։ Մի գոտուց տեղափոխում ենք մյուս գոտի։ Ու փորձում ենք դրանցից դուրս կանգառ կատարել։ Ահա, հիմա նորից էլի գտնվում ենք միասին բնակավայրերից դուրս, նորից էլի այսօր կփորձենք մի քանի անգամ շարք վերադասավորվել, փորձենք ճանապարհից դուրս գալ, ջամփ եզրին կողմնակի վրա կանգառ կանոն կատարել, ու փորձենք նաև կատարել հետադարձ թույլատրելի տեղերից, թույլատրելի վայրից, որտեղ կա տեղադրված հետադարձի տեղ ճանապարհի նշան, այսինքն տեղը հատկացվում է նրա համար, որպեսզի մենք կարողանանք կատարել հետադարձ։ Լավ, պատրաստ ես։ Այո։ Շատ լավ։ Կարճ ասած, այսօրվա մեր առաջադրանքը նույն նախորդ պարապմունքի այդ առաջադրանքներն են։ Հիմնականում շարքերի վերադասավորություն։ Շարժիչը գործի դնենք։ Հիմա նորից միացրեցի։ Ահա, շատ լավ։ Հիմա դնում ենք D, drive։ Չենք շարժվում դեռ, ձախազդանշան, համոզվենք մեքենաներ չկա, որտեղ ոսկը ստեղ շատ արագ է մեզ մոտենում։ Դեք ամբողջությամբ պտտում ես իհարկե ձախ։ Մի փոքր, կարելի է մի փոքր առաջանալ, մի չնչին։ Ահա։ Մեքենայից հետո կարող եմ կանել, Չարի կանվեք, նորից տեսնում մեքենան մեզ մոտենում, թող համոզվենք, մի փոքր ճիշտ է, նրանք մեզանից հեռու են գտնվում, բայց արագությունը իրանց բարձր է, շատ արագ է տեղ ունենում պրոցեսը, իրենց մեզ մոտենալու պրոցեսը։ Հիմա մի հատ էլ եմ մեքենա տեսնում ես, ահա, թող ինքը անցնի, վсё, շարժվում ենք արդեն նրանց անմիջապես հետո, մի փոքր ճարպիկ ենք անում գործողություն արագ, ապրես։ Շատ լավ է, վերջ, շարժվեցինք։ Հիշում ես չէ, որ արագությունը պետք է պահես նույնը, շարքերի վերադասավորում կատարելիս։ Պետք է նվազեցնեմ։ Չես նվազեցնում արագությունը։ Եթե կարիքը կլինի կնվազեցնես, բայց կարիքը եթե չկա, պետք է թողել նույնը։ Ու շարունակում ես քո գոտիով։ Հիմա փորձի մնալ քո գոտում, չշեղվես քո ուղղությունից, առաջ նայիր հնարավորինս։ Մի քիչ արագություն նվազեցրում է, շատ բարձր արագություն պետք չի, մի քիչ որ ասում եմ, մի շատ չնչին։ Մեր գոտիով շարունակում ենք։ Հենց տեսնես ազատ է հարևան գոտին, փորձի վերադասավորվել։ Հենց տեսնես ազատ է։ Դեռ ազատ չի։ Շատ լավ, դե ուրեմն շարունակենք քո գոտիով։ Կարո՞ղ եմ այնպես անեմ։ Դե փորձի։ Շատ լավ, չես նվազեցնում արագությունը, անջատում ես, հիմա փոխում ես աջ ազդանշանին, ու զգուշությամբ վերադասավորում ես աջ։ Այս անգամ շատ իդեալական ստացվեց, շատ զգուշ արեցի, շատ ուշադիր, շատ շարունակում ենք ուղղ։ Շատ լավ, աստեղ տես մի քանի գործողություն դու միանգամից միաժամանակ ես կատարում։ Եվ ազդանշանն ես միացնում, եւ փորձում ես վերադասավորել, եւ հայրենից ես օգտվում, ղեկի հետ ես աշխատում, ոտնակի հետ ես աշխատում, արագություն չես նվազեցնում, այդ ամեն ինչը միաժամանակ ես կատարում, ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց պետք է անել, իհարկե։ Փոքր արի հետ մնանք, որտեղ տես մեր արջևով ընթացողը մեզ շատ մոտեցավ, մեր տարածությունը, միշտ տարածությունը կրճատվեց։ Արագացնում ենք ընթացքը։ Փոքր էլ ես արագացնում ընթացքը մեքենայի, շատ դանդաղ չլինենք։ Շատ լավ, հենց տես
տեսնես էլի նորից հարևան գոտին ազատ է, դու ինձ իմաց դուր ասա, որ հարևան գոտին ազատ է։ Բայց դեռ ազատ չի։ Ահա, դեռ ազատ չի, եթե ազատ չի շարունակում ենք մենք մեր գոտիով։ Շատ մերուլ է խաղացրու։ Լավ է, ստացվում է, վատ չի։ Նա ասում է լարվածությունը անցած դասի համեմատ քիչ կանցնի ամեն անգամ իջնչին ինչ որ մի չափով ինչ որ մի տոկոսով լարվածությունը անցել է դու ինքդ քո վրա պետք է աշխատես իհարկե դու զգաս որ վախենալու ինչ որ կարիք չկա առաջ ենք նայում շատ լավ փոքրել առաջանանք տեսնենք հետադարձի տեղ որտեղ գոյություն ունի, փորձենք հետադարձ մի քիչ ընթացք արագացնում ենք այստեղ խորը շրջադարձ գոյություն ունի, բայց պետք է այլի փորձենք մնալ մեր գոտում, մեր շարքից դուրս չգանք հիմա ձախ ազդանշանը միացրու ու վերադասորվի հարևան գոտի փորձի արագությունը բարձր, տես նվազեցրի արագությունը, դա արդեն խնդիր առաջացնել մի փոքր արագությունը բարձրացրու հիմա աջ ազդանշանով համոզվի մեքենա կա չկա կա հիմա չէ չկա դե արի դանդաղ, պրոցեսը դանդաղ վերջ, տես մնացիր քո գոտում ստացվեց առանց ազդանշանի չենք վերադասարում երբեք լավ եթե դու մի քիչ նվազեցրու արագությունը բարձր եղավ երբ որ առանց ազդանշանի ես դու վերադասարվում հարևան գոտի հարևան վարորդները քո գործողությունները չեն նկատում չեն տեսնում չեն հասկանում այո լավ որ ազդանշանը պետք է միացնենք վթարանի իրավիճակ է ստեղծվում մեքենան քեզ հուշում ասում շատ ես դուրս եկել այդ ծնգծնգոցը գիտես ինչ է նշանակում Էդ է ուզում ասել որ ոնց գծին մոտեցել ես շատ հա անգամ իրան հատում ես ճանապարհի եզրին ասում ու շատ իրել է մնա քո գոտում դա խելացի մեքենա է ժամանակակից այո նորերական տեխնիկա Ինչ ժամանակներում չկար, չէ, այդպիսի բաներ մեքենաների։ Բաներ չկա, հիմա նոր տեխնոլոգիաները դե գիտես զարգանում ամեն ինչ։ Օր-օրի։ Մի քիչ ընթացքը դանդաղացրու մեքենայի, արի վերադասարվենք։ Փորձենք։ Փորձենք։ Давай։ Հիմա անջատում ես։ Փոխում ես աչի։ Չկա մեքենա։ Շատ լավ։ Արի ձախ ազդանշան միացնենք, բայց դեռ չենք վերադասորում։ Լավ էս կուրացում անցնենք։ Տեսնենք որտեղ կա հետադարձի տեղ նշան, փորձենք հետադարձ կատարել։ Կամ արի հետադարձ չկատարենք, վերանջատիր։ Ահա, շարունակենք ուղիղ։ Դանդաղ, փոքր դանդաղ, շատ է բարձր արագություն։ Այ ճանապարհի եզրին կանգնենք այն մեքենայի հետ նամ ասում։ Բազդանշանը ապրես շատ հեռու, ես շատ մոտ իրան մի մոտեցի, արի միտեղ կանգ առ։ Կանգնեմ։ Այո։ Շատ լավ։ Տես ճանապարհից մենք դուրս եկանք, որպեսզի մյուս տրանսպորտամիջոցներին չխանգարենք երթևեկությանը Այո, չի կարելի բնակավայրից դուրս կանգնել ճանապարհի մեջ։ Հիմա նորից ենք շարժում, ուզում սկսենք։ Այո, պետք է ձախ ազդանշանը միացնենք, հայլուց օգտվելով, տեսնենք չկան տրանսպորտամիջոցներ։ Ղեկը շատ չպետք է։ Շատ ստեղ պետք չի, ստեղ շատ պետք չի, կարելի է սենց սահուն միանալ հոսքին, ընդհանուր հոսքին ու շարունակել երթևեկությունը։ Սկսեցինք։ Այ, խեր անջատվել։ Լավ, շարունակում ենք։ Հիմա որտեղ կցանկանաս նորից կկանգնես ճանապարհից դուրս գալով ճամփեզերին աջ կողմում փորձի ապրես
Շատ լավ։ Հիմա նորից տեղից պիտի շարժվենք, նորից ազդանշանով, ընդամենը 200 մետր տարածություն կա, արի առաջադրանք ասեմ։ Տեսնում ես այն դիմացի կարմիր մեքենան որ կանգնած է։ Մենք դուրս ենք գալիս երթևեկելի մաս, շարունակում ենք մինչև կարմիր մեքենան, մինչև կարմիր մեքենային հասնելը նորից աճ ազդանշանով գալիս ենք ճանապարհի աչեզեր կանգ ենք առնում։ Ընդամենը 200 մետր տարածություն պետք է գտնվենք երթևեկելի գոտիում։ Հասկացա։ Փորձենք Այս բանով առաջանամ, թե Չես դուրս տեղով չի գամ։ գալի։ Տես կողնակով երթևեկելու իրավունք Չունենք։ ոչ ոք չունի։ Կողնակը նախատեսված է կանգ առկանում կատարելու համար։ Նախ ասեմ, որպես ինֆորմացիա, կողնակի վրա կողնակը նախատեսված է շինարարական նյութեր տեղադրելու համար, կողնակով թույլ է տալիս հետիոտների տեղաշարժն ու հեծանվորդների երթևեկությունը տալիս։ Նենց որ տրանսպորտային միջոցները մեզ վարորդներից, մեր մեխանիկական տրանսպորտային միջոցներով երթևեկելու իրավունք չենք ունենա։ Շարժվեցինք տեղից, ապրես, ուղղում ես խեկր, հիմա աճ ազդանշանը արդեն ժամանակն է միացնում ենք, դուրս են գալիս ճանապարհ, են կարմիր մեքենայի հետնամասում կանգ ենք առնում։ Դանդաղացնում ենք ընթացքը, առաջանում ենք ստեղ, շատ լավ, ստեղ մենք կանգ առանք։ Տեսար, որ ստացվեց։ Այո։ Սա էլ է կարևոր, սա էլ է համարվում մանևր։ Շարժումը սկսելը համարվում է մանևր։ Շարժումը սկսողը ճամփեզրին կանգնած դիրքից նոր շարժումը, նոր երթևեկությունը սկսողը բոլորին պարտավոր կլինի զիջելու ճանապարհը։ Դու կզիջես համընթաց ուղղությամբ երթևեկողներին, զիջելուց հետո ինչ կատարվի, դու կվերադասավորվես քո գոտիին, քո գոտիով կընթանաս այնքան ժամանակ, ինչքան դրա կարիքը իհարկե կլինի։ Շարժվենք։ Հիմա նորից ձախ ազդանշանով համոզում ենք, որ մեքենաներ չկան ու տեղից շարժվում ենք ու շարունակում ենք ուղղել։ Սկսեցինք շարժումը, գնացինք քո գոտում, շատ լավ, այստեղ տես առավելագույնը տալիս է 70, հետո 50, ես արդեն մոտ Ես 50-ն էի արդեն։ Շատ լավ։ Դու քո գոտիով շարունակում ես մի փոքր դանդաղ, արագությունը նվազեցրած, շատ լավ, քո գոտիով ընթանաս։ Ես քեզ կօգնեմ, չես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Всё, գնացինք, քո գոտում ես մնում, մի փոքր ընթացք տես մտանք ու գործեցինք թունել։ Գոտին, վերջ, ուղը շարունակում ենք, հիմա ձախ ազդանշանը պետք է միացնես, վերադասավորվենք Վերադասավորվենք ձախ։ Այո, չես ընթացքը դանդաղացնում։ Հասկացա։ Ապրես, այդ մեքենան էլ թող անցնի, քիչ, գնալով վերադասավորվենք ձախ։ Այդ անում ենք սաղում, զգուշություն։ Հիմա վերադասավորվելիս, նայում ես մեքենաներ չկան, ես քեզ կօգնեմ։ Всё, ձախ մարգատը անջատվել է։ Լավ է։ Հիմա տես, չես անջատում ձախ ազդանշանը, միացրած թող մնա։ Նորից պիտի վերադասավորվենք ձախ եզրային գոտի, որպեսզի կատարենք հետադարձ։ Հետադարձ։ Այս արդեն քաղաքի մեջ, չէ՞։ Այո։ Չենք շտապում, հանգիստ ենք անում։ Շարունակում ենք մեր գոտիով, մի անջատիր։ Չէ, չանջատեմ։ Չէ, որտեղ հետադարձ ենք անելու։ Բայց մոտակա կա։ Հեսա կտեսնենք, կա այնտեղ, հա։ Մի քիչ դանդաղացնենք, ընթացքը շատ արագ պետք չի։ Հենց հանդիպես այդ նշանին, ես իհարկե տեսնում եմ իրան հեռվից։ Ես դեռ չեմ տեսնում։ Ոչինչ։ Տես ստեղից թույլ չի տալիս հետադարձ կատարել, միայն ուղիղ տեսար նշանը։ Ես նկատեցի։ Ուրեմն անջատում ենք մեր ազդանշանը։ Մենք մեր գոտիով շարունակում ենք։ Բայց արի վերադասավորենք ճանապարհի աջ գոտի։ Որպեսզի աջ կողմում կա մեքենա։ Հա, նենց է, բայց կարամ վերադասավորվում։ Դե արի։ Զգուշությամբ դանդաղ։ Շատ լավ։ Շատ լավ, այս հենց ուղում ես։ Մի փոքր հեռու ենք մնում, տես ինքը չի մոտ գործում, շարունակեցինք, լավ է,
ինչ որ միտեղից պիտի մենք հետադարձ կատարենք։ Շատ է շարժում մեքենան, փորձի շատ շարժես քո գոտու մեջ։ Մի քիչ էլ ենք հեռավորություն պահում։ Դիմացից ընթացող մեքենան, երբ որ արգելակում է, դու տեսնում ես չէ՞ իր ստոպ լույսերը, արգելակումն ազդարարող լույսերը կարմիր գույնով են լինում։ Հենց արգելակումը դու էլ պիտի արգելակես, որտեղ նրա արագությունը նվազում է, տարածությունը գնալով դու ավելի ես մոտենում նրան։ Դա պետք է հասկանալ եւ արագությունը նվազեցնել։ Արդեն ոնց որ դիմացի մեքենայից է էլի կախված լինում մեր արագությունը։ Հիմա ձախ ազդանշանը միացնում ենք։ Դանդաղացնում ես ընթացքը, դες հետադարձի տեղ նշանը ես տեսա, որ ընդերից կատարենք հետադարձ։ Հիմա առաջանում ես, չես լարվում, զգուշությամբ, այդ դիմացի մեքենաները իրանց հետադարձը կկատարեն։ Շատ լավ, դիմացի հոսքին կզիջենք ամբողջությամբ։ Մի փոքր արգելակում ես։ Ամբողջությամբ ծախ դտեմ։ Բայց մի քիչ առաջացի։ Այս դիրքով առաջանում ենք, մի փոքր ձախը միացրու անջատվել է։ Հենց մեքենաներ չլինեն, նոր մեր հետադարձը կատարենք։ Մի փոքր ես առաջանում։ Ոչ լավ։ Ոչինչ, կգան իրանք մեզ ինչ որ մեկը կզիջի կամ չզիջի, մի քիչ ճարպիկ պիտի անենք այդ գործողությունը, լավ, արագ այսինքն։ Ահա, սա ստեղից կարամ առաջանամ։ Մի փոքր։ Всё, անում ենք հիմա։ Եկը ուղղում ես ու քո գոտիով գաս։ Փոքր ընթացքը։ Արագացնում։ Շատ լավ։ Հա։ Մի քիչ դանդաղացնում ենք։ Լավ, շարունակեցինք։ Ես կամ շատ ես դանդաղացնում ընթացքը, կամ շատ արագացնում ես, ինչի՞ է տենց։ Ոտքդ չես կարող մի աշճանի վրա պահես, մի կետի վրա պահես։ Միջինացվածը գտնեմ էլի, միջին արագություն։ Մինայ, ամեն անգամ երբ որ դու հայացքդ ուղարկում ես հայլիներից որևիցե մեկը, բնազդաբար ղեկը պտտում ես այդ ուղղությամբ։ Այ որ շատ ես մոտենում ճանապարհի աջ եզրի հոց գծին, նոր տեղափոխում ես ձախ կամ հակառակը։ Հողով վերադասավորվենք։ Չկան մեքենաներ։ Լավ, այ փորձենք։ Ստոկ։ Անջատում ես, փոխում ես աչի։ Դանդաղ պրոցեսը դանդաղ։ Դες չէ ինչի շարքերի վերադասավորության պրոցեսը դանդաղ, որ հանկարծ հնարավոր է հարևան գոտիով ընթացող մեքենա լինի, դու իրենց նկատած չլինես։ Որ հնարավոր լինի խուսափել այդ վթարից։ Դա որտեղ էս հայլիները իրանք կույր գոտիներ ունեն, որ չես տեսնում մեքենային։ Շատ դեպքում նայում ես հայլով տեսնում ես տրանսպորտ միջոց չկա, քեզ թվում է չկա, բայց իրականում այնտեղ մի ինչ որ մի տարածություն կա, որին անվանում են կույր գոտի։ Չես նկատում, չես տեսնում, բայց արյութես որ կողքդ կա տրանսպորտային միջոց։ Պետք է լինել համոզված, լինել 100%-ով որ չկա տրանսպորտային միջոց, նոր վերադասավորվել։ Իսկ այդ ազդանշան միացնելը դու գիտես, մենք դրա մասին շատ ենք խոսել, որ քեզ առավելություն չի տալիս։ Ինձ չէ, վարորդներին է տալիս, որ հասկանան, որ տվյալ մարդը ապրես, դա ուղղակի զգուշացում, որ իրանք քեզ զգուշ լինեն։ Ապրես, զուտ դրա համար է։ Ու կարան լինեն անձինք, որոնց որ թվա, թե ազդանշան միացրել է ինքը, ուրեմն հարևան վարորդը, հարևան գոտիով ընթացողը պարտավոր է իրեն զիջելու։ Ոչ, պարտավոր չի։ Կցանկանա կզիջի, չի ցանկանա չի զիջի։ Հիմա միացնում ենք աչ ազդանշանը։ Մի փոքր գազ ավելացնում ենք, իրանից առաջանցնում աչ։ Ավելացրում, գազ, որ հասցնենք։ Մի քիչ գազ, հա։ Շատ լավ, քո գոտիով ապրես, քո գոտիով ընթանում ես։ Շարունակում ենք։ Լավ է։
Հիմա աճազդանշանը նորից կմիացնես։ Բայց այստեղ ինչի միացրեցի։ Այնտեղ մենք պետք է կանգ առնենք։ Հա, հասկացա։ Ընթացքը մի քիչ կդանդաղացնենք հիմա։ Այդ մեքենայի մոտ պետք է կանգ առնենք, դուրս գանք ճանապարհից։ Ապրես։ Ո՞վ ենք մեքենայի վեկը։ Եվ կանգ ենք առնում։ Ապրես Սյուզան։ Վատ չի, լավ է, նախորդ դասի համեմատ աղագին փոփոխություն կար։ Դու արդեն դու ինքդ էիր ասում, արդեն վերադասորում, թե որ դու տեսնում էիր հայլիների օգնությամբ մեքենաներ կան թե չկան, հա։ Այս ամեն ինչը մենք նորից պիտի անենք միասին, շատ կրկնենք։ Սյուզան ջան, հաջորդ անգամ, հաջորդ դասերի ընթացքում մենք երևի միասին կընտրենք ուրիշ ուղղություններ, ուրիշ ճանապարհներ, որտեղ նորից կատարենք այս նույն մանևրները։ Լավ, միասին այնքան պիտի աշխատենք, որ դու ինքդ արդեն ինքնուրույն, որ ես քո կողքել ոչ ոք չլինի, դու ինքնուրույն քո մեքենան կարողանաս վարել։ Այսինքն քեզ պատրաստենք լրիվ քննության։ Դու դեռ շատ ունես ժամանակ իհարկե մինչև քո քննություններին, բայց ցանկալի է, որ լիարժեք, լիովին պատրաստ լինես մեքենա վարելու, նոր գնաս քննության։ Ոչ թե մի քանի դաս ասես վերջ արդեն ինձ բավարար, հա, մի անգամ այս ճանապարհով եմ երթևեկել, մի անգամ մեր տան մոտի ճանապարհով եմ երթևեկել, վերջ, այլևս ես կարիք չունեմ ավել բաներ սովորելու։ Միշտ էլ սովորելու կարիքը կա։ Այո, անգամ ումուտ ոլորտները պետք է սովորեն։ Եթե անգամ դու վարողերով քո հաղորդական իրավունքի վկայականներ կունենաս, հետագա ձեռք կբերես, քեզ մի ամբողջ, եթե ոչ տարի, այլ քանի ոչ թե ամիս, այլ տարի ապեք լիարժեք հմտանալու։ Հասկացա։ Շնորհակալ եմ շատ դասի համար։ Չարժի, բայց արի մեքենայի շարժի չանջատենք։ Պարկինգ։ Ահա։ Նիտրալ։ Շատ լավ է։ Ապրես Սյուզան ջան։ Շնորհակալ եմ շատ։ Դե կհանդիպենք հաջորդ դասին։ Ստեսություն։ Միշտ կհանդիպենք մյուս դասին։ Լավ։ Մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17-ին կենտրոնի եթերում։